Եկավ այն օրը, որ պետք է փակեմ իմ ստեղծած ամենաառաջին բիզնեսը՝ իմ Game Zone-ը։ Բանակից վերադարձա ու Արթիկ քաղաքում սկսեցի իմ առաջին բիզնեսը, որը աշխատեց 8 տարի։ 22 տարեկան էի, սովորում էի ՀՊՏՀ-ում, նույն ժողովում, ու ուզում էի ստեղծել այնպիսի բիզնես, որը նաև կաշխատի առանց իմ ներկայության։ Եվ իհարկե, այս տարբերակը իմ համար շատ հարմար էր, որ գնայի Երևան սովորելու, իսկ շաբաթվա վերջում գայի Արթիկ, գործից գլխին կանգնեի։ Եվ նաև շատ ուրախ եմ, որ ունեմ տնտեսագիտության մագիստրոսի կոչում, որը ինձ էլ ավելի դարձրեց ֆինանսապես գրագետ։ Բայց միշտ հիշեք, ամեն ինչ ունի սկիզբ եւ ավարտ։ Ժամանակին իմ խաղասրահը Արթիկի ամենամեծ գեյմինգ խաղասրահն էր եւ այս 8 տարիների ընթացքում ինձ ապահովել է թե ֆինանսապես եւ թե իմ բիզնես տարածքին հարակից տարածքներ եմ ձեռք բերել, որը հիմա նպատակ ունեմ տալ վարձակալության։ Մեծ ցավով եմ փակում իմ այս կյանքի էջը, որովհետեւ այստեղ եմ ես հասկացել, թե ինչպես են գումար աշխատում եւ այստեղ եմ շատ դասեր եւ փորձառություններ ստացել։ Եվ հորդորս բոլոր ուսանողներին եւ այն մարդկանց, ովքեր գնահատում են իրենց ժամանակը եւ ռեսուրսները, ընտրեք այնպիսի աշխատանք, որը ձեզնից չի տանի շատ ժամանակ եւ ռեսուրս։ Մեկ է, դա ուրիշի բիզնեսն է ու այդ աշխատավարձը ձեր համար դեղահաբ է, որ մոռանաք ձեր նպատակները։ Չէ՞ որ ամենամեծ ռեսուրսը այդ քո ժամանակն է։ Ձեր լավ միտքն ու գաղափարը կյանքի կոչեք, թեկուզ ստեղծեք փոքր բիզնես, բայց դուք եղեք ձեր ժամանակի ղեկավարը, որովհետև այս մոդելով է, որ դուք կհասնեք ֆինանսական ազատության ու հաջողության։ Գնահատեք այս ամեն ինչը ու համառորեն շարժվեք առաջ։ Ինչու համառորեն, որովհետև բիզնեսում ամենակարևոր հատկանիշը հենց համառությունն է։